Ողջույն թանկագիններ, շարունակում ենք մեր աստվածաշնչյան ճանապարհորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Այսօր հասել ենք ծննդոց 5-րդ գլխին։ Առաջին հայացքից այս գլուխը պարզապես անունների ցուցակ է։ Ադամից մինչև Նոյ, սերունդներ, տարիներ և մի կրկնվող նախադասություն։ Եվ նա մեռավ։ Բայց նախքան առաջ գնալը մենք այստեղ հասկանում ենք մի կարևոր ճշմարտություն։ Աստված բոլորիս գիտի, անուն առ անուն։ Նա գիտի մեր սկիզբը և մեր վերջը։ Այս բոլոր անունները պարզապես ցուցակ չեն։ Դրանք կյանքեր են և Աստված յուրաքանչյուր կյանք ճանաչում է։ Սակայն այս խոսքը կրկնվում է նորից և նորից։ Եվ նա մահացավ, մեռավ։ Սա մեզ հիշեցնում է մեղքի հետևանքը։ Ծննդոց 3-րդում մեղքը մտավ աշխարհ։ Ծննդոց 4-րդում տեսանք դրա առաջին աճումը։ Ծննդոց 5-րդում տեսնում ենք դրա շարունակական արդյունքը՝ մահը, և նա մեռավ։ Բայց այս մթության մեջ մի լույս կա։ Ենովքը։ Գրված է. Ենովքը քայլում էր Աստծո հետ, և չկար, որովհետև Աստված նրան վերցրեց։ Նա չտեսավ մահ։ Միակ անձն էր, որի մասին Աստվածաշնչում գրած էր. նա չտեսավ մահ։ Ինչու՞։ Որովհետև քայլում էր Աստծո հետ։ Այստեղ մենք արդեն տեսնում ենք հույս։ Մահը իրականություն է, բայց այն վերջնական խոսքը չէ։ Նոր Կտակարանում Պողոսը գրում է. ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կենդանանում են։ Առաջին Կորնթացիս 10:22։ Ծննդոց 5-րդը ցույց է տալիս Ադամի գիծը, մահի գիծը։ Ավետարանը ցույց է տալիս Քրիստոսի գիծը, կյանքի գիծը։ Ենովքը քայլեց Աստծո հետ։ Հարցն այսօր սա է. մենք քայլում ենք Աստծո հետ։ Քայլել Աստծո հետ նշանակում է ապրել նրա ներկայության մեջ, լսել նրա խոսքը, հավատքով ապրել ամեն օր։ Այս գլուխը մեզ սովորեցնում է, որ կյանքի արժեքը տարիների երկարության մեջ չէ։ Շատերը այստեղ ապրեցին հարյուրավոր տարիներ։ Մաթուսաղան անգամ 969 տարի ապրեց, բայց բոլորի մասին գրվեց, և նա մեռավ։ Միայն մեկ մարդու մասին գրվեց, որ նա քայլում էր Աստծո հետ։ Ինչ է գրվելու մեր կյանքի մասին, թանկագիններ։ Այս գլխում նաև տեսնում ենք, որ Նոյը ծնվեց հույսի խոստումով։ Նրա հայրը ասեց, որ նա մխիթարություն պիտի բերի։ Սա արդեն մեզ տանում է դեպի մեծ փրկության պատմություն։ Բայց վերջնական հույսը միայն Քրիստոսում է։ Հիսուսն ասաց. ես եմ հարությունը և կյանքը։ Ով հավատում է ինձ, թեկուզ մեռնի, կապրի։ Հովհաննես 11:25։ Եթե ծննդոց 5-րդը կրկնում է և նա մեռավ, ավետարանը հայտարարում է նա հարություն առավ։ Սա է մեր հույսը։ Մենք ապրում ենք ժամանակավոր մարմնում, բայց կարող ենք ապրել հավիտենական հարաբերության մեջ Աստծո հետ։ Հարց մեզ բոլորիս. քայլում ենք Աստծո հետ, թե պարզապես ապրում ենք տարիներ։ Գրեք մեկնաբանություններում ձեր մտքերը։ Եկեք ավարտենք մի կարճավոտքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ քո միջոցով ունենք հավիտենական կյանք։ Օգնիր մեզ քայլել քեզ հետ ամեն օր։ Թող մեր կյանքը
բնութագրվի ոչ թե տարիներով, այլ քո ներկայությամբ։ Շնորհակալ ենք, որ դու աղոթքներ լսում և պատասխանում ես։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, բաժանորդագրվեք և շարունակենք միասին մեր ճանապարհորդությունը դեպի հայտնություն։ Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։ Կհանդիպենք հաջորդ գլխում։